Ողջույն, բարի գալուստ նոր վլոգ, այսօրվա վլոգը լինելու է տեսոր գուր ավտոխոփում է, այսօրվա վլոգը նվիրված է խմորեղեն պատրաստելուն Ես ունեմ երկու տորթի պատվերներ, մենք միասին պատրաստելու ենք Ես նոր եկել եմ խմորեղենի հրուշակագործների համար խանութ Գնեցի 2 հատ վաֆլե սպիտակ թղթեր, 2 տուփ, այսինքն 10 հատ Որովհետև դիզայնս լինելու է վաֆլե թղթերով առաջին անգամ եմ անելու Գնեցի գույներ, որովհետև տորթ ունեմ թխելու նաև ամսի 17-ին 2 հատ և ամսի 24-ին մի հատ Դրա համար մի քիչ գույներ էր պետք Հիմա մենք գնում ենք Նոցինո, կոսմետիկայի խանութ, ես այնտեղից պատվեր ունեմ Պատվերս վերցնեմ ու գնում ենք տուն Գնում ենք տուն, միասին սարքում ենք բիսկվիտները Հրեն ջիպը ոնց ենք ամնացրել Նոճինոն բերել են Կարոլինայի մեջ, առևտրի կենտրոնի մեջ են բերել մցրել, առաջ դրսում էր այնքան հարմար էր, հիմա պետք է 200 բարձրել ենք, որ մատնենք Նոցինո Բայց հիմա Նոցինոյում լիքը տեսականի կա, որ կարանք ստուգենք, նայենք Արդեն կոսմետիկան ցուցադրված է նաև խանութներում Սա գուշակեք ում ապրանքանիշն է Քիմ Քարդաշյանի Տեսնենք Քիմ ինչ պրոդուկտներ ունի Իմ շատ սիրելի Yves Saint Laurent Կորեական կոսմետիկայի մի հսկայական տեսականի կա Սկսում ենք թխելը, որպեսզի պրոցեսը ավելի արագ լինի, ես վերցնում եմ տարա ու չոր պրոդուկտներն եմ առանձին լցնում, որ հետո երբ որ ջրի զանգվածը սկսեմ հարել վերջացնել, միանգամից անցնեմ չորին, ոչ չգնեմ ալուրը գրամներով կշռեմ, կական, դրա համար 160 գրամ ալուր էին Ավելացնում եմ 1 տուփ խեցուցիչ և 20 գրամ կակաո Խառնում եմ Դնում եմ տարան Ավելացնում եմ 180 գրամ 160 գրամ շաքարավազ Չորձու Ես չեմ առանձնացնում դեղնուցը սպիտակուցից Իմաստ չեմ գտնում մեջը Եթե յուրաքանչյուր բաղադրիչ ճիշտ գրամով կշռված և ավելացված է առանձին ձուն և դեղնուցը սպիտակուցն դեղնուցը հարելու իրար վրա ավելացնելու կարիք չեմ տեսնում Ավելացնում եմ նաև վանիլին միանգամից հիմա եմ ավելացնում որ սկսեմ հարելը Ահ, խաբում ենք Լցնում ենք 80 միլի կաթ դնեմ կաթի վրա 80 միլի կաթ 40 միլի ձեթ Դիրա Հավաքում ենք կողոպուշտը Ինչ մեզ պետք չի են կողմենք տանում Թափրտված բաներ չենք տանում մեր կողքեր Ես մեզ պետք չի, սա պետք չի Կշերք են կողմենք տանում Մաղայս կողմենք բերում Սկսում ենք հարելը, հարում եմ մոտավորապես 3-ից 4 րոպե, շատ չէ, ինչքան շատ եք հարում, այնքան շուտ է բարձրանում, հետո որ սկսում եք քիչ-քիչ ավելացնել ձեթը կաթի հետ, հետո չոր բաղադրիչները, թսկում է, որտեղ ինքը պատրաստ չի դրան ձուն, դրա համար շատ չենք հարում, հենց տեսնում ենք 2 անգամ ավել բարձրացավ զանգվածը, մի քիչ հլանում ենք ու անջատում ենք, շատ պետք չի, տատիս ասում էր կխրդնի Վերջ հարեցինք, վերջացրեցինք, չենք հարում ավել, որովհետև մեզ այդ պետք չի։ Վերցնում ենք այս զանգվածը ու ավելացնում ենք
Ձվի զանգվածին։ Տակից վրա խառնում ենք։ Ինչքան էլ ուզում եք խառնեք, ինչքան զգուշ խառնեք, մեկը ձուն թեթևա բարձրանում ավերև, կաթն ու ձեթը իրանք ծանր են իջնում են ներքև։ Ոնց ուզում եք խառնեք, մեկը իրար հետ 100%, 60% անգամ հավասար չեն խառնվելու, չեն լուծվելու, մինչև որ չավելացնենք չոր պրոդուկտները։ Մի քիչ խառնեցինք, այն որ մենք արխայինն ենք որ եղելա, ու սկսում ենք ավելացնել չորը 3 էտապով, անպայման մաղով։ Ու շատ կարևոր է, որ հիմա ալուր ավելացնելուց հետո մենք չենք կարող նույնիսկ խառնենք, շատ զգուշ, այսենց դողալով, այսենց դողացնում ենք, մտցնում ենք նոր դողացնելով, եկեք մոտիկից ցույց, այսենց։ Ինձ զանգ եկավ, ես չհասցրեցի նկարեմ, ոնց եմ 2 անգամն էլ լցնում, բայց ոչինչ, ես թվում է ձեզ համար պարզ է։ Ուրեմն խմորը սեղելա բավականին պինդ, ջրիկ չպետք է լինի, այսենց պինդ խմոր պետք է լինի, 100% պետք է համոզվել, սենց խառնել, տեսնել հո չի մնացել, մեջը խմորի գնդեր, ալյուրը ամբողջությամբ լուծվել է, թե չէ, որտեղ լինում է, այսպես պահկվում արանքները, մեկ է ֆորմի մեջ լցնես, դու իա։ Ու հիմա այս փուլի ամենակարևոր բանը, քանի որ հիշում ենք, ձեթն ու կարաթը իրանք տակն են։ Կողքից այսպես ուժեղ սխմելով, արագ չէ ուժեղ ու դանդաղ, այսպես բարձրացնում ենք վերև։ Այսպես դնում ենք ու պտտում ենք։ Այսպես ուժեղ ու բերում ենք։ Ֆորմայի մեջ է խմորը ու դղկացնում ենք 3 անգամ, որ օդը դուրս գա։ Եվ վերջ տեղափոխում ենք գազօջախ, բազօջախը տաքացրած էր դեռ վաղուց 180 աստիճանի տակ, թողնել ենք 40 րոպե, հետո չոփիկով ստուգում ենք ու նոր, եթե պատրաստ է, անջատում ենք գազօջախը, թողնում ենք մեջը 10 րոպե, հետո հանում ենք։ Միանգամից չենք հանում, որ չթսկի։ Բիսկվիթը պատրաստ լինելուն պես տեղափոխում ենք հարթ մակերեսի վրա, վերցնում ենք իր վրայից յուղաթուղթը եւ թողնում ենք, որպեսզի սառչի։ Վերցնում ենք մեր շատ սիրելի սովետական աման կարակ։ Ես 2 կարակ, չէ 1 կարակ կօգտագործեմ։ Կարակը հարում եմ մոտավորապես 3-ից 4 րոպե, մաքսիմում 5 րոպե, եթե իհարկե զգում եմ, որ չի սպիտակում, բայց հենց սպիտակում անջատում եմ հարիչը, որտեղ ավելորդ կարիք չկա։ Վրան ավելացնելու եմ պուդինգի շոկոլադե այս զանգվածը եւ սրանով հավասարեցնում եմ տորթ, այսինքն քսում եմ տորթերի շերտերի վրա ու հավաքում եմ տորթը։ Հետո երեկոյան, երբ որ ամբողջը լավ կսառի, սառնարանում, կհավաքվի իրար վրա, այդ ժամանակ սկսում եմ ձևավորումը։ Այս դիզայնը առաջին անգամ եմ անում, տորթի վրա կսված է սպիտակ կրեմ, ես վրան ավելացնում եմ, դնում եմ այս թուղթը, սա վաֆլե թուղթ է սպիտակ, առանց ինչ-որ համի, առանց ինչ-որ հոտի, առանց գույնի, սպիտակ սովորական, 2 կողմից սա կպցրեցի և ունեմ առանձին կտրտած վաֆլե թերթիկներ, ես մի հատ մեծ նյուանս նկատեցի, որ պետք է վաֆլե այս թերթիկները փակցնել հենց վաֆլիի վրա, այսինքն տորթի վրա, թրջելով օղու մեջ, օղու կամ սպիրտի, բայց ինձ մոտ այդքան էլ սիրուն չէր ստացվում ու ես հասկացա, որ ավելի լավ է այդ տակի շերտը, որ դրել էի զապահս, պադլոշկեն, հանեմ, հանեցի ու ավելացրեցի միանգամից կրեմի վրա, ավելի սիրուն է բռնում, բայց պետք է շատ լավ հավասարեցնել կրեմը, որ հանկարծ շոկոլադը չերևա, բիսկվիթը չերևա։ Այսպեսի տեսք ստացավ, ավելացրեցի Happy Birthday եւ մոմեր, ինձ թվում է, որ շատ սիրուն է եղել, ես շատ հավանեցի։ Հաջորդ խմորեղենի համար ես վերցնում եմ սերուցքային պանիր, 400 գրամ, վրան ավելացնում եմ սերուցք, 33% յուղայնությամբ, լավ թափահարում եմ, որովհետև մնում է մեջը սերուցքը, ոչ թե այս ջուրը, այլ ամբողջական գնդիկները մնում են պատերին, պետք է լավ մաքրել։
Եվ ավելացնում շաքարի փոշի, այս ամբողջը միասին եմ հարում, երևի թե չխաբեմ 4 րոպե, հենց զգում եմ ինքը արդեն պնդացել է, ավել չեմ հարում, որովհետև թուլանում է։ Այս տորթը պատրաստելուց ցույց եմ տալիս, թե ոնց եմ ձևավորում, ճիշտ ոնց եմ հավաքում տորթը։ Ուրեմն առաջինը շերտի վրա բիսկվիտի քսում եմ, ես չեմ թացեցնում, կաթ չեմ ավելացնում, ջուր չեմ ավելացնում բիսկվիտի վրա, որտեվ կարիք չկա այս կրեմը չափից դուրս փափուկ է եւ հասցնում է փափկացնել նաեւ բիսկվիտը։ Քսում եմ առաջին շերտը, այնուհետև տեղավորում եմ մեջտեղը ելակները, որովհետև ցանկացել են ելակի տորտ։ Վրան դնում եմ բիսկվիտը, նորից քսում եմ կրեմը եւ ավելացնելու եմ այստեղ արդեն իսկ ելակի ջեմ։ Ես որ անկեղծ ասեմ, չեմ ընկել հավասարացնելու հետևից, որ բիսկվիտները իրար շատ հավասար ստացվեն, որովհետեւ ուրիշ դիզայն ենք լրիվ ստանում, պետքա պարզ երևա անհարթությունները, այդպես հաճախորդներ ցանկացել։ Հիմա ես այստեղ ջեմ եմ ավելացնելու, այդ իսկ պատճառով կողքերը եզրերին անում եմ ասենց դարպասներ, որպեսզի ջեմը չթափվի։ Սա ելակի ջեմ է, սովորական ելակը եփել եմ եւ շաքար եմ ավելացրել վրան ու մանրացրել եմ, այսքան բան միքսերով։ Վերևի շերտի վրա ավելացնում եմ կրեմը, փաթաթում եմ սննդային այս թաղանթով, սննդային թաղանթ չէ, ացետալնե պլյոնկա եւ անպայման վրայից էլ դնում եմ ֆորման, լավ ձգում եմ, տեղափոխում եմ սառնարան։ Մինչ սառնարան տեղափոխել է, ես վրան քսեցի կրեմը եւ անում եմ այսպիսի դիզայններ։ Այնուհետև առավոտյան, երբ որ պետք է արդեն հաճախորդիս հանձնեի, ես վրան դրեցի լվացած մաքուր ելակները։ Վրան քսում եմ ժելատինը ջրի մեջ բացած, որպեսզի գույնը պահպանվի եւ չփչանա։ Քանի որ հաճախորդս կտրելու է տորթը վաղը, այսինքն այս տորթը պատրաստելն իրան հանձնելու հաջորդ օրը, այդ իսկ պատճառով ժելատինով եմ պատում, որպեսզի չփչանա։ Իսկ եթե նույն օրը պետք է կտրվեր, ոչ մի ժելատին էլ չի ավելացնելու կարիք չկա։ Հիմա եկեք տեսնենք դիզայնը ինչպես է ստացվել։ Սա իմ հաճախորդի պատվերն է։ Նա այսպես էր ցանկացել։ Իդեպ նրանք շատ գոհ էին մնացել, հատկապես երեխաները, ովքեր խմորեղենի հետ սեր չունեն, երկու աղջիկներն էլ հավանել էին, եւ ես ստացա նաեւ պատվեր հուլիս ամսվա համար, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Խնդրեմ, սրանք իմ բիսկվիտներն են, 3 բիսկվիտ եմ նմանատիպ թխել, բարձրությունը նայեք, բավականին բարձր է։ Սա կարելի է կիսել 2 մասի, 3 մասի, բայց ես 2 մասի կկիսեմ, որտեվ ինձ դուր չի գալի, որ խմորը շատ թաց է լինում, որտեվ երբ որ իրան կիսենք 3 մասի, ինքը կբարակի, ինչքան բարակ, այնքան շատ է մեջը ներծծվում կրեմ, այնքան թաց է լինում, այնքան շատ անաչինք է ներծծվում, ինքը շատ կրեմոտ է լինում։ Եկեք ընդունենք, որ կրեմը շատ է լինում։ Դրա համար ես հիմա 2 տորթ եմ թխելու, 2 տորթի համար ես 3 նույն չափի բիսկվիտ եմ թխել, 3-ն էլ շոկոլադե։ Ու հիմա ես անելու եմ շոկոլադե կրեմ։ Հալեցրած կարագա եւ եփովի պուդինգա, պուդինգ ուղակի կաթի մեջ ավելացնում շաքարավազ, պուդինգի փոշի, սովորական պուդինգի փոշիներ են լինում, ես նկարը կտեղադրեմ այստեղ, որպեսզի տեսնեք։ Ուղղակի եփում եմ էփովի կրեմի նման, խառնում եմ կրակի վրա, հենց զգում եմ մի քիչ պնդանում է, հանում եմ։ Պուդինգները լինում են տարբեր համերի, կա վանիլային, սա շոկոլադն է, կա բանան, կա ելակ։ Եթե Հայաստանում չկա, կարելի է Վալբերիսում նայել։ Եթե գտնեմ ժողովուրդ ջան, հղումներ կգտնեմ ձեզ կուղարկեմ, որտեղ շատ համով է լինում։ Էփովի նման է, բայց ավելի սենց որ մեջը համ կա, էլի, էկզոտիկ համ կա մեջը։ Այսպես, մի խոսքով կարագս հարել եմ, հիմա վրան ավելացնելու եմ այս կրեմը ու սկսելու ենք հավաքել տորթը։ Ես այս հոլովակում ասացի, որ պետք է 2 տորթ պատրաստեմ, ուղղակի հաշվի առ այն փաստը, որ նաև պետք է հետո, մի շաբաթ հետո էլ 2 հատ տորթ խեմ։ Այդ իսկ պատճառով ես ձեզ ցույց եմ տալի 4 տորթերը ոնց եմ սարքում։ Հնարավոր է մեկ մոռանամ նկարել, բայց ինձ ներեցեք, ներողություն, շատ խառն եմ, 2 երեխա ունեմ, աշխատանք ունեմ եւ թխում եմ։ Տեսնեմ ոնց կհասցնեմ վլոգը հավաքեմ։ Հիմա տորթերը զարդարելու հերթն է։ Ես կարագը հարել եմ լավ, ավելացնել եմ վանիլինի համով պուդինգը եւ հարելու եմ, բայց մինչեւ ավելացնելը ես կհարեմ նաեւ միքսերով սա առանձին, որպեսզի երբ որ սա ավելացնեմ, այստեղ գնդիկներ չառաջանան, ինքը որպեսզի ջրիկ լինի ու այստեղ գնդիկ չառաջանա։ Նախորդ անգամները երբ որ անում էին, նոր է սկսել ես կրեմով աշխատել, գնդիկները չէր բացվում լավ կարագի մեջ ու երևում էր էլի, որ
կա հələ այդ զանգվածը այս պուդինգի, դրա համար հիմա միքսերով խփում եմ, հետո ավելացնում եմ այստեղ։ Կրեմը պատրաստ է, հիմա ես բաժանել եմ երկու մասի, այստեղ կլինի մանուշակագույն, այստեղ բաց վարդագույն, հիմա խառնում ենք գույները։ Ես ունեմ կարմիր, ես վարդագույն չունեմ, որովհետև կարմիրը երբեք չի տալիս քո ցանկալի կարմիր, ինքը միշտ վարդագույն է լինում։ Իսկ եթե ցանկանում ստանամ մանուշակագույն, ուղղակի կարմիրի վրա ավելացնում եմ մի փոքր կապույտ։ Հիմա ինձ պետք է այսպես չոփիկ կամ մատամի չոփ։ Վերցնում եմ եւ կրեմի մեջ սպես։ Հիմա միքսերով կխփեմ, կհասկանամ, թե որքան է պետք ավելացնել ընթացքում, որտեղ ոնց էլ չլինի, ընթացքում ավելացնել պետք կլինի։ Կրեմը հավասարացնելու համար պատրաստեցնում եմ, հավասարացնում եմ եւ վերևն է լինելու վարդագույն, իսկ ներքևը լինելու է մանուշակագույն, բայց սա սևագիր հավասարացնելու, հարթացնելու համար է։ Մենք այս կրեմը ավելացնում ենք մի քիչ կարմիր, կապույտ գույն եւ հարելու ենք, որպեսզի ստանանք մանուշակագույն։ Խնդրեմ, մանուշակագույնը պատրաստ է, հիմա նորից քթալիկով հավաքում ենք կողքի կրեմները, կապույտ, սպիտակ, ինչ կա ամանի վրա կպած, հավաքում ենք եւ նորից հարում ենք։ Ես հիմա անում եմ սևագիրը։ Վարդագույնը քսում եմ ամբողջ տորթի վրա, որպեսզի փշուրները հավաքի եւ երկրորդ շերտը քսելու ժամանակ կրեմը ավելի հարթ գնա, որտեղ գրադիենտ եմ անելու, այսինքն երկու գույնի անցում եմ անելու։ Այսպես շատ լավ է ստացվում։ Հավասարեցնում եմ, շատ չեմ խորանում իր հետևից, ես եթե անկեղծ ասեմ, եթե դուք նաև նկատեք իմ աշխատելու ոճից, ես շատ չեմ խորանում տորթերի վրա, որովհետև եվրոպացիները, կոնկրետ չեխերը, իրենք չեն ընկնում սենց բաների հետևից, իրենց համար կարևոր է տորթը համեղ լինի, մի երկու հատ ձևավորում լինի վրան ու իրանք շատ գոհ են, ավել բան պետք չի այստեղի ժողովրդի համար։ Եթե ես այս նույն աշխատանքը անեի Հայաստանում, բնականաբար բացի իմ հարազատ մորաքրոջից ու իմ հարազատ եղբորից, ինձ ոչ մեկ չէր պատվի նման տորթեր, բայց դե ինչպիսի պահանջ կա, այնպիսի աշխատանք էլ կատարում եմ։ Եկեք խիստ չդատենք ինձ։ Ես հիմա քսում եմ կրեմները, վերևից վարդագույնը, ներքևից մանուշակագույնը։ Հայ դեպ ես պտտվող սեղան էլ չունեմ, որտեվ կարիք չունեմ, չգիտեմ, ես հարմարվել եմ սրան, դա ոնց որ չեմ նեղվում։ Գթալիկի օգնությամբ սիլիկոնն է տարածում եմ կրեմները ստանալու համար գեղեցիկ անցում, գրեդիենտ կամ օմբրե, ինչպես են անվանում։ Ինձ գոհացնող արդյունքը ստանալուց հետո տեղափոխում եմ տորթը սառնարան ամբողջ երեկո, մոտ 12 ժամ։ Այնուհետև առավոտյան ավելացնում եմ վրան սովորական նկարներ, որտեղ հաճախորդս պատվիրել է սովորական նկար, որը ես տպել եմ ուղղակի պրինտերով, stitch, եւ մի քանի այսպիսի թիթեռներ։ Այս հաճախորդը ինձանից պատվիրում է իր դստեր եւ որդու համար խմորեղեններ, տորթեր արդեն 4-րդ տարին։ 4 տարի ես այս աղջիկա համար թխում եմ տորթեր։ Իդեպ այս հաճախորդիս համար թխում եմ իր աղջիկա համար մոտ 4-րդ տորթը։ Հերիք եղավ ինչքան ուրիշների համար տորթ թխեցի, հիմա հերթը իմ տղայինն է։ Սուրենս փոքր տղաս դարձավ 5 տարեկան եւ նա ինձանից պատվիրել էր Minecraft-ի տորթը։ Չեք զարմանա, չէ, եթե ասեմ, որ մեծ տղաս էլ է Minecraft ուզել, դրա համար փոքրն էլ ուզեց Minecraft, որ իրար նման լինեն, բայց խնդրեցին, որպեսզի տորթերը իրար արտաքնապես նման չլինեն։ Ես անում եմ կանաչ կրեմ։ Ես հավաքել եմ նույն տորթը, այսինքն շոկոլադե բիսկվիտ, շոկոլադե կրեմ եւ մեջը ելակ, ելակի ջեմ եւ ամբողջական ելակներ։ Քսում եմ առաջին կանաչ շերտը, հավասարեցնում եմ եւ տեղափոխում եմ սառնարան։ Այնուհետև քսելու եմ երկրորդ կանաչ շերտը, որ արդեն կլինի վերջնականը։ Հալեցրած շոկոլադը տեղափոխում եմ նմանատիպ պարկի մեջ եւ ձևավորում եմ եզրերը տորթի։ Ձևավորում եմ կրկին պրինտերով տպված Minecraft-ի նկարներով եւ մի քանի շոկոլադե այսպիսի սալիկներով կանաչ եւ շագանակագույն։ Սա էլ արդյունքը։